Հարավային Աֆրիկայում խաղամոլության խնդրի ծավալը հասնում է միլիարդավոր եվրոների։ Գիտես, որ դա գրեթե անհասանելի երազանք է, բայց այնուամենայնիվ հավատում ես դրան։ Ուր էլ գնաս, շենքերն ու գովազդային վահանակները պատված են մոլախաղերի գովազդով։ Դրանք խոստանում են մեծ շահումներով իրականություն դարձնել մեծ երազանքները։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե երբևէ հաղթել եմ, միայն պարտություններ էին։ Փայլուն գովազդի հետևում մտահոգիչ միտում է թաքնված, խաղադրույք կատարողների գրեթե 1/3-ը կախվածություն է ձեռք բերել։ Արդյունաբերության արագ պատասխան կառավարությունն առաջարկել է հարկ սահմանել առցանց խաղադրույքների հարթակների նկատմամբ։ Բայց կարող է հարկը լուծել խորացող այս ճգնաժամը, ինչն է ստիպում հարավաֆրիկացիներին խաղադրույքների մեջ կորցնել իրենց ապրուստի միջոցները։ Սիսան Դալվանան Յոհաննեսբուրգում աշխատող համայնքային առողջապահության մասնագետ է։ Նա նաև առցանց մոլախաղերից կախվածությունը հաղթահարած անձ է, որը 2 տարի փորձել է մեծ գումար շահել, սակայն այդ ընթացքում կորցրել է ինքն իրեն։ Նա խաղադրույքներ էր կատարում հաստատագրված գործակիցներով խաղերի վրա, մարզական իրադարձություններից մինչև առցանց խաղատներ, վերջում նա արդեն հազիվ էր ճանաչում ինքն իրեն։ Դա ամեն օր ներսից սպանում էր ինձ, որովհետև ինքդ սկսում ես հավատալ այն ստերին, որոնք պատմում ես մարդկանց։ Իսկ երբ մենակ ես մնում եւ մտովի վերապրում ես օրդ, գալիս է մի պահ, երբ նստում ու ինքդ քեզ ես ուսումնասիրում։ Այդ ժամանակ ասացի ինքս ինձ. սա ես չեմ։ Տանը նրա երեխաները չէին պատկերացնում, թե իրավիճակն ինչքան էր վատացել։ Նա խոստովանում է, որ ստում էր ընկերներին ու ընտանիքի անդամներին, միաժամանակ փնտրելով հաջորդ մեծ շահումը։ Հենց այս բլրի վրա նա մտածում էր, ինչպես փակի աճող պարտքերը։ Նա կորցրել էր ավելի քան 7000 եվրոյին համարժեք գումար, որով կարող էր 10 ամիս վճարել իր հաշիվները։ Լիակատար հուսահատության մեջ նա փորձում էր հասկանալ, թե որ ընկերոջից կամ ծանոթից դեռ կարող է գումար խնդրել։ Բլուրը, ես այն անվանում եմ ստերի բլուր։ Կանգնել էի այնտեղ ու մտածում. լավ, արդեն գնացել եմ Մալերատոյի մոտ, գնացել եմ Սարայի մոտ, գնամ Նոլանայի մոտ։ Լսել եմ, նա շատ գումար է տալիս, իսկ երբ շահեմ, բոլորին հետ կվճարեմ։ Ինքդ քեզ հետ խոսում ես ճիշտ այնպես, ինչպես հիմա ցույց եմ տալիս։ Սիսանդան ասում է, որ միշտ համայնքային համերաշխության ուժեղ զգացում է ունեցել։ Նա ամեն կիրակի հաճախում է պենտեկոստեական աստվածաշնչյան եկեղեցի եւ նախկինում մասնակցում էր Ստոկվել կոչվող տեղական կոլեկտիվ խնայողական համակարգին։ Նրան ընտրել էին գանձապահ, իսկ նախկին զուգընկերը նրանից պարտքով վերցրել էր 20,000 ռանդ, ավելի քան 1000 եվրո։ Այդ ժամանակ նա հղի էր, իսկ տղամարդը սկսել էր բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Երբ Սիսանդան հասկացավ, որ պարտքը չի վերադարձվելու, փորձեց այն արագ փոխհատուցելու միջոց գտնել, առցանց մոլախաղերի միջոցով։ Մտածում էի, եթե պարզապես խաղամ, գուցե կարողանամ այդ գումարը հետ շահել։ Առաջին խաղադրույքս շահեցի, ամբողջ շաբաթ շահում էի։ Այդ պատճառով աշխատավարձ ստանալուն պես առաջին բանը, որ անում էի, խաղալն էր, որպեսզի վերականգնեմ Ստոկվելի գումարը։ Բայց հետո ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ծրագրել էի։ 2 տարի իր գաղտնի կախվածությունը թաքցնելուց հետո նա վերջապես խոսեց իր հոգևոր հովիվ Նատաշա Սինգհի հետ։ Նույնիսկ այդ խոստովանություններից հետո կրկին վերադարձավ մոլախաղերին եւ ավելի մեծ պարտքեր կուտակեց։ Երբ գործընկերներից մեկը, որին նա գումար էր պարտք պատասխան պահանջեց, Սիսանդան հուզական ծանր ապրումներ ունեցավ։ Արցունքներս պարզապես հոսում էին, չէի կարողանում խոսել, կարծես համրացած լինեի, երբ այստեղ հասա, մտա ննջասենյակ, վերցրի դեղահաբերը, դրեցի կողքից, ջուրը վերցրի ու ասացի. հայր, այսօր եւ վերջ եմ տալիս ամեն ինչին, ես անհասանելի ամաչում էի։ Facebook-ում իր պատմությամբ կիսվելուց հետո նա աջակցության խմբում սկսեց անկեղծորեն խոսել իր փորձառության մասին։ Ֆինանսապես վերականգնելու համար եւս 10 ամիս պահանջվեց։
Ես օգնում էի նրանց ապաքինվել։ Նրանք էլ ինձ էին օգնում եւ մինչեւ այսօր մենք աջակցում ենք միմյանց։ Նրանցից շատերը, որոնց հետ սկսել եմ, մինչ օրս խմբում են։ Սիսանդայի նման միլիոնավոր հարավաֆրիկացիներ ապրում են խաղամոլության կախվածությամբ։ Չնայած երկրում աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակին, մարդիկ միլիարդավոր եվրոներ են ծախսում մոլախաղերի վրա։ Լունգիլե Դուկվանան խաղամոլության ազգային խորհրդի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է եւ ուշադիր հետևում է ոլորտի միտումներին։ Խորհրդի տվյալներով խաղադրույք կատարողների 31%-ը համարվում է խնդրահարույց խաղացող կամ կախվածություն ունեցող անձ։ Ըստ էության տեխնոլոգիան մեծացրել է խաղամոլության տարածումը, որովհետև, ինչպես ասում էի, կարելի է խաղալ ցանկացած վայրից։ Ուր էլ լինես, կարող ես ներբեռնել հենց այն հավելվածը, որով ցանկանում ես խաղալ։ Սա մեծ խնդիր է։ COVID-19-ի համավարակից հետո առցանց մոլախաղերի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է։ 2018-19 թվականներին առցանց խաղադրույքները կազմում էին խաղային շուկայի 15%-ով։ 25 թվականին այդ ցուցանիշը հասել էր 75%-ի։ Զգալիորեն աճել է նաև այն գումարը, որը մարդիկ ծախսում են խաղատների, խաղային ավտոմատների, առցանց խաղադրույքների եւ բինգոյի վրա։ 18-19 թվականների 23 միլիարդ եվրոյից ոլորտի ընդհանուր շրջանառությունն ավելի քան եռապատկվել է 24-25 թվականներին, հասնելով 80 միլիարդ եվրոյի։ Համեմատության համար հարավաֆրիկացիների մոլախաղերի վրա ծախսած գումարը կբավարարեր երկրի ազգային բյուջեի կեսը ծածկելու համար։ Հարավային Աֆրիկայի կառավարությունը հայտարարում է, որ գիտակցում է խաղամոլության կախվածության խնդիրը։ Առաջարկվող լուծումը հիմնականում ֆինանսական է։ Կառավարությունը ցանկանում է 20% հարկ սահմանել Հարավային Աֆրիկայում գործող բոլոր առցանց խաղադրույքային հարթակների նկատմամբ։ Եթե առաջարկը օրենք դառնա, կառավարությունը կարող է զգալի հարկային եկամուտ ստանալ։ Իմ անունը Միֆոլե Գոտ է, ես ԱԱՀ-ի ակցիզների եւ ենթազգային հարկերի գծով տնօրենն եմ։ Լեգոտեն աշխատում է ազգային գանձապետարանում հարկային առաջարկի համար պատասխանատու պետական գերատեսչությունում։ Նրա խոսքով արդյունավետ լինելու համար հարկը պետք է ուղեկցվի այլ միջոցներով։ Ինչ վերաբերում է հարկ սահմանելուն, մենք պատրանքներ չունենք, թե դա այն հրաշագործ լուծումն է, որը վերացնելու է բոլոր խնդիրները։ Սակայն գիտակցում ենք, որ սա ընդամենը մեկ գործիք է այն միջոցառումների փաթեթում, որոնք անհրաժեշտ են այս բոլոր հարցերը լուծելու համար։ Գիֆ Թրիխոտսոն կասկածում է, որ հարկերը կարող են լուծում լինել։ Հարցը, որ կարող եմ տալ, հետևյալն է. եթե կառավարությունը հարկում է այդ մարդկանց, դա ինչպես է օգնելու ինձ։ Գիֆտն ապրում է Պրետորիայի թաղամասերից մեկում, որտեղ փողոցներում անօրինական մոլախաղ են կազմակերպում։ Խաղացողներն արագ խաղադրույքներ են կատարում եւ զառ են գցում, հույս ունենալով ստանալ հաղթական թվերը։ Դեռ ավագ դպրոցում հենց այսպես է Գիֆտը սկսել խաղալ։ Հետո անցել է խաղատներին եւ առցանց մոլախաղերին։ Այդ ժամանակ նրա հարազատները սկսել են հարցեր տալ։ Ամեն ամիս ընտանիքիցս գումար էի խնդրում։ Նրանք արդեն հարցնում էին, ինչու է այնպես, որ աշխատում ես, բայց միշտ ինչ-որ բան ես խնդրում։ Վայ, քեզ հետ ինչ է կատարվում։ Իսկ ես շարունակում էի, գիտեք, նույն արդարացումները։ Մի բան ասեմ ձեզ, խաղամոլը շատ գեղեցիկ պատմություններ գիտի պատմել։ Այո, ես ամբողջ ընթացքում այդ գեղեցիկ պատմություններն էի պատմում, մինչև որ կարծեմ ինձ կանչեցին ու հարցրին. Քեզ հետ ինչ է կատարվում։ Գիֆտն անհանգստացած է, որ կառավարության առաջարկը չի անդրադառնում մոլախաղերի հոգեբանական կողմին, կրկին ու կրկին խաղասեղանին վերադառնալու մղմանը։ Մենք շատ լուրջ, չափազանց լուրջ խնդրի մեջ ենք եւ չգիտենք ինչպես ինքնուրույն հաղթահարել այն։ Չգիտեմ, ով է գալու եւ մեզ փրկելու։ Եթե այդպես ձևակերպեմ, սա հոգեկան հիվանդություն է։ Դու առողջ վիճակում չես։ Ուստի ով մտածում է մոլախաղերի ճանապարհով գնալու մասին, մի գնացեք։
Սա կյանք չէ։ Նրանք անընդհատ մի բան են ասում. հաղթողները գիտեն, երբ կանգ առնել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Դու չես կանգ առնի, որովհետև մեկ անգամ շահելուց հետո անընդհատ ցանկանալու ես վերադառնալ։ Հազարավոր ռանդ կորցնելուց հետո Գիֆն ասում է, որ փորձում է փոխել իր կյանքը։ Նա գրանցվել է ինժեներական դասընթացի եւ որոշել է գումարը ներդնել իր ապագայի մեջ։ Բայց մտահոգված է, որ գայթակղությունները ամենուր են, հատկապես մոլախաղերի գովազդը, որը աչքիդ առաջ է, ուր էլ գնաս։ Այդ գովազդները շատ ազդեցիկ են։ Այո, ուրիշների մասին չգիտեմ, բայց մեզնից շատերի վրա դրանք այս կամ այն կերպ ազդում են։ Սա մի բան է, որը հաստատ գիտեմ։ Խաղամոլության ազգային խորհուրդը խոստովանում է, որ խաղադրույքների գովազդը դուրս է եկել վերահսկողությունից։ Խորհրդի տվյալներով առաջարկվող խաղերից շատերը, օրինակ առցանց խաղատները, օրենքով թույլատրված չեն։ Սիսանդայի եւ Գիֆթի նման խաղացողների համոզմամբ կառավարությունը պետք է սկսի հենց այստեղից, խստացնելով օրենքները։ Կարծում եմ իրական լուծումն առցանց մոլախաղերը կարգավորելն է։ Միակ ճանապարհը դա է։ Կարգավորել եւ համոզվել, որ ընդունվող քաղաքականությունը պաշտպանում է համայնքին։ Վերադառնալով իր եկեղեցի, Սիսանդան պարզապես չի սպասում, որ կառավարությունը գործի։ Նա ստեղծել է առցանց աջակցության խումբ մյուս խաղամոլների համար։ Այդ հանդիպումների ընթացքում Սիսանդան նրանց խորհուրդ է տալիս, թե ինչպես կարող են իր նման նորից սկսել իրենց կյանքը։ Նրա խոսքով սեփական կախվածության մասին բարձրաձայնելը մյուսներին նախազգուշացնելու լավագույն միջոցն է։ Դա է իմ երազանքը, որ մի օր վերականգնողական կենտրոն ունենանք նույն խաղամոլության կախվածության մարդկանց համար։ Որովհետև մեծ ուժ կա այն մարդկանց մեջ, որոնք խոսում են նույն լեզվով, ինչ դու։ Սիսանդայի ուզածն այն լեզուն է, որը խաղացողներին հեռացնում է խաղային ավտոմատներից ու խաղադրույքային հավելվածներից և տանում դեպի ավելի երջանիկ կյանք։